Ողջունում եմ բոլորիդ, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, սա առաջի վիդեոն է, որ ես տեղադրում եմ YouTube-ում և հույսով եմ այն կտարածվի շատ արագ և հետաքրքրություն կառաջացնի մեծ քանակի մարդկանց մոտ։ Ուզում եմ նախ ծանոթացնել ձեզ, թե ինչի մասին է այս YouTube ալիքը։ Ես Արմենն եմ Սեթեղյան, հանդիսանում եմ չինական մետաֆիզիկայի մաստեր և կիսվում եմ իմ գիտելիքներով բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են չինական մետաֆիզիկայով և ցանկանում են բարելավել իրենց կյանքը, դարձնել այն ավելի հետաքրքիր, ավելի հաջողակ և հասնել ցանկալի արդյունքին ավելի արագ և կարճ ժամանակահատվածում։ Ընդհանրապես իմ գիտելիքները ես կիսվում եմ իմ սոցիալական էջերում, բայց այսուհետ կկիսվեմ նաև YouTube-յան իմ նորաբաց ալիքում։ Դուք հաճախակի կտեսնեք նորություններ, նոր վիդեոներ, հետաքրքիր նյութեր և այս նյութերը շատ բացառիկ են, ինֆորմացիան շատ բացառիկ է, որով ես կիսվում եմ, քանի որ այս ինֆորմացիան ես ստանում եմ անմիջապես սկզբնաղբյուրից, այսինքն Արևելքից, Մալազիայից ավելի կոնկրետ, որտեղ ես սովորել եմ։ Այսօրվա թեման դեկտեմբեր ամիսն է 2025 թվականի և այսօր միասին կփորձենք բացահայտել, թե 2025 թվականի դեկտեմբերը ինչպիսի ամիս է լինելու և ընդհանրապես ինչպես կարելի է այն օգտագործել, ամսվա էներգիաները, ինչպես պլանավորել և դարձնել այն լավագույն ամիսներից մեկը։ Եվ այսպես եկեք սկսենք։ Մինչ սկսելը հիշեցնեմ, որ ցանկալի է, որպեսզի դուք ուրեմն բաժանորդագրվեք ալիքին, քանի որ առաջի անգամ եք դիտում, բաժանորդագրվեք ալիքին անպայման, ինչու չէ նաև կիսվեք այս ալիքով ձեր մտերիմների հետ, դա շատ կօգնի ալիքի հետագա զարգացմանը։ Ինչպես արդեն ասեցի, այսօր խոսելու ենք դեկտեմբերից 2025 թվականի, բայց մինչև առաջ անցնելը ասեմ ինչի մասն է ընդհանուր թեման լինելու, ուրեմն խոսելու եմ դեկտեմբեր ամսվա էներգիաներից, ընդհանուր զարգացումներից և իհարկե ակնկալիքներից, եւ այս ամեն ինչը ես տանում եմ դեպի անձնական, անձնավորված, այսինքն ոչ թե ընդհանուր ինչ-որ կանխատեսումներ են լինում իմ ուրեմն ինֆորմացիայի մեջ, իմ տրված ինֆորմացիայում, այլ սրանք ավելի շատ անհատական են, շուտով դուք դրանում կհամոզվեք։ Նախ մի փոքր ծանոթություն, ես Արմեն եմ Սեթեղյան, հանդիսանում եմ չինական մետաֆիզիկայի և թվագիտության սերտիֆիկացված մաստեր, անձ, ով որ վերջին 3 տարիներում բավականին մեծ ժամանակ տրամադրել է այս ամեն ինչին, փորձել է գտնել լավագույն մաստերներին, լավագույն գիտակներին այս ոլորտում ու ձեռք բերել գիտելիքներ, հա։ Հանդիսանում եմ նաև բիզնես խորհրդատու և անձնային աճի մարզիչ, կարողանում եմ մարդկանց իմ մեթոդներով դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից և շատ կարճ ժամանակում նրանք, ովքեր աշխատում են իմ հետ, գրանցում են հիանալի արդյունքներ։ Ինչու՞, որովհետև ես ինքս իմ էներգետիկայով, ինքս իմ ունեցած գիտելիքներով կարողանում եմ դա անել ու սրանում է իմ հաջողությունը և սրանում է իմ առաքելությունը կյանքում, որին ես եկա երկար տարիներ հետո, քանի որ ի սկզբանե ես ունեցել եմ կարիերա, մասնագիտություն, կարիերա եմ արել, երկար տարիներ աշխատել եմ տարբեր կազմակերպություններում, բայց 3.5 տարի առաջ ես որոշեցի գալ սրան, քանի որ փնտրում էի որոշակի հարցերի պատասխաններ և չունեի դրանց պատասխանները չկար, հա, բայց չինական մետաֆիզիկան տվեց ինձ հնարավորություն բացահայտել ինձ նորովի, բացահայտել, հասկանալ կյանքը այլ տեսանկյունից և այս գիտելիքները ևս հնարավորություն տվեցին ինձ օգնել մեծ քանակի մարդկանց, որտև 3.5 տարիների ընթացքում ես գրեթե արել եմ 700-ից ավել խորհրդատվություններ և շատ մարդիկ իրենց կյանքը փոխել են իմ տրված խորհուրդների հիման վրա, իմ տրված տեխնիկաների, իմ տրված ուղղորդմամբ նրանք կարողացել են փոխել իրենց կյանքը 180 աստիճան։
Հիմա մի փոքր ներկայացնեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Չինական մետաֆիզիկան արևելքում շատ մեծ ճանաչում ունի եւ սա գիտելիք է, որը ունի ավելի քան 3000 տարուց ավելի պատմություն եւ այստեղ նկարում տեսնում եք ես եմ Մաստերի հետ, Ջոյապի հետ, ով որ շատ մեծ հեղինակություն ունի, շատ մեծ ճանաչում ունի արևելքում, Մալազիայում, Սինգապուրում, Չինաստանում եւ ինչու՞ չէ նաեւ աշխարհի մնացած բոլոր մասերում, Եվրոպա, Ամերիկա, Հարավային Ամերիկա, ու նրա խորհրդատվություններից օգտվում են շատ հայտնի մարդիկ եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ համաշխարհային եւ բիզնեսմեններ, շատ մեծ հայտնի մագնատներ, բիզնես մագնատներ եւ յուրաքանչյուր տարի Մաստերը կազմակերպում է մի շարք միջոցառումներ ու նոյեմբեր ամսին, նոյեմբերի 28-ից 30-ը 3 օր, ուրեմն ես ինքս էլ մասնակցում էի, նոր եմ վերադարձել Մալազիայից մի քանի օր առաջ, դա տարեկան ժողովներ, տարեկան սեմինարներն էին նվիրված 2026 թվականին։ Ստեղ նկարներում տեսնում եք նաև այն մարդիկ են, ովքեր ամեն տարի հավաքվում են, ամեն տարի սեմինարներին մասնակցում են ավելի քան 3000 մարդ, այս տարի նույնպես շատ մարդիկ էին մասնակցում աշխարհի տարբեր երկրներից եւ մեծ մասը նրանցից դրանք շատ ուրեմն մեծ բիզնեսների տերեր են, շատ ճանաչված մարդիկ են, որոնք ցանկանում են օգտագործել այս գիտելիքը իրենց կյանքը ավելի ուրեմն լավը դարձնելու համար, իրենց բիզնեսի զարգացումը խթանելու համար, քանի որ մենք ներկա ժամանակներում բոլորս է գիտենք, ապրում ենք որոշակի ճգնաժամային իրավիճակներում եւ 2026-27 թվականները դրանք լինելու են առավել ճգնաժամային բոլոր առումներով եւ սա վերաբերվում է ամբողջ աշխարհին, հա, այսինքն ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին։ Ոստի ծանոթանալ չինական մետաֆիզիկային, հասկանալ թե ինչ կարելի է անել, երբ կարելի է անել եւ ընդհանրապես ինչ հնարավորություններ է բերում կոնկրետ ձեզ համար տարին, ամիսը, կատարել ճիշտ պլանավորում եւ այլն, այս ամեն ինչը բավականին օգնում եմ, սա արդեն իմ փորձից կարող եմ ասել, որովհետեւ 3.5 տարին դա բավականին երկար ժամանակ է, ու այս ընթացքում ես ինքս էլ իմ վրա կիրառելով համոզվել եմ, որ բոլոր տեխնիկաները, որոնք կիրառվում են չինական մետաֆիզիկայում, դրանք տալիս են լավ արդյունք։ Չինական մետաֆիզիկան, ովքեր առաջին անգամ են լսում սրա մասին, դա գիտելիք է, որը ունի հազարամյակների պատմություն, սա որևէ առնչություն չունի ուրեմն կրոնի հետ, սա կրոնական ոչ մի առնչություն չունի, պատկանելիություն չկա կրոնական, կապ չունի դաոսիզմի, բուդդիզմի եւ այլնի հետ, սրանք ուրեմն գիտելիքներ են, որոնք հավաքվել են հազարամյակների ընթացքում եւ փոխանցվել են հաջորդ սերունդներին։ Իմիջիայլոց նախկինում այս գիտելիքները եղել են կայսերական ընտանիքների սեփականությունը եւ հասարակ մարդկանց հասանելի չեն եղել։ Վերջին 50 տարիների ընթացքում ձեռագրերը սկսել են բացվել եւ հասարակ ժողովրդին եւս դարձել է հասանելի։ Սա շատ լավ հնարավորություն է բոլորիս համար, հատկապես այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն գնալ սովորել արևելքում, որովհետեւ դա իրոք շատ ժամանակատար եւ նաեւ ֆինանսապես շատ թանկ հաճույք է։ Ես ինքս էլ բավականին մեծ գումարներ եմ ծախսել ու դեռ ծախսում եմ, քանի որ յուրաքանչյուր անգամ ես նույնպես դեռ սովորում եմ, այսինքն ստացել եմ մաստերի աստիճան, այստեղ կարող եք տեսնել կներեք այստեղ սա դիպլոմն է, հա, մաստերի աստիճանի, բայց ես դեռ շարունակում եմ սովորել, որովհետև գիտելիքները մետաֆիզիկայի դրանք անվերջ են, անսահման են եւ բարբերաբար վերապատրաստումներ, սեմինարներ, տրեյնինգներ, այս ամեն ինչին ես մասնակցում եմ, քանի որ գիտելիքը, որը ստանում եմ, դա շատ օգտակար է ու ոչ միայն ինձ համար, այլ նաև այն մարդկանց, ովքեր հետևում են ինձ արդեն երկար ժամանակ։ Եվ ես սիրով կիսվում եմ։ Ուրեմն այս տարի 2025 թվականին ես անցկացրել եմ մի քանի մաստեր կլասեր։ Այստեղ դուք տեսնում եք HR ասոցիացիայի հետ անցկացած մաստեր կլասը, վերաբերվում էր HR-ներին, հա, կադրերի մասնագետներին, ովքեր հիմնականում զբաղվում են մարդկանց ինտերվյուներ անելով եւ այլն, թիմեր կազմելով եւ տեղաբաշխելով կազմակերպության տարբեր բաժիններում, ես տալիս էի գիտելիք, թե ինչպես կարելի է ճիշտ թիմեր կառուցել, ինչպես կարելի է
օգնել աշխատակիցներին ճիշտ տեղում գտնվել կազմակերպությունում, ինչպես ընտրել աշխատակցին, որպեսզի նա լինի առավելագույնս օգտակար կազմակերպության համար եւ այլն։ Սա մարտ ամսին էր 25-ի, հունիսի 29-ին ես կարողացա, ինձ ստացվեց Լոս Անջելեսում անցկացնել եւս մեկ այլ մաստեր կլաս հայ հայմանքի համար, ու սա առաջի փորձն էր ու շատ հետաքրքիր անցավ։ Ես շատ գոհ եմ, մասնակիցները նույնպես շատ հետաքրքրված էին, ուրախ էին, եւ օգոստոսին, երբ որ վերադարձա, անցկացրեցի մաստեր կլաս Մանթաշյանց բիզնես ակումբի համար անդամների, եւ այստեղ արդեն խոսում էի բիզնեսի մասին, ինչպիսի զարգացում կարող է ունենալ բիզնեսը հետագա 20 տարիների ընթացքում, ինչ տենդենսներ կան, ինչ հնարավորություններ, ինչ մարտահրավերներ եւ ինչպես կարելի է այս ամեն ինչից օգտվել։ Հետագայում ես իմ YouTube ալիքում ավելի շատ վիդեոներ կսկսեմ տեղադրել տարբեր թեմաներով, ինչ բիզնեսի հետ կապված, հաջորդ 20 տարիների հետ կապված, անհատական զարգացման եւ այլն, քանի որ ես նաեւ քոչինգով եմ զբաղվում, լայվ քոչինգով, եւ նաեւ այդ ուղղվածությունն եմ շատ սիրում, երբ որ մարդը իմ ուղղորդմամբ կարողանում է հաջողություններ գրանցել ինքնազարգացման արդյունքում։ Սա նույնպես շատ կարևոր է, հատկապես այս ժամանակաշրջանում։ Հիմա եկեք անցնենք արդեն բուն թեմային։ 2025 թվականի դեկտեմբեր, Հողեղեն Առնետ։ 2025 թվականը դա ուրեմն փայտե օձի տարին է, եւ չինական մետաֆիզիկայում, ավելի կոնկրետ բազիում, օձը եւ խոզը, այս երկու կենդանակերպերը կամ էներգիաները, ինչպես ես սիրում եմ ասեմ, որովհետեւ 3000 տարի առաջ, երբ որ մարդիկ ուզում էին այս ամեն ինչը ներկայացնեին, օգտագործել են կենդանակերպերը, որ ավելի մատչելի լինի։ Իրականում դրանք էներգիաներ են, հա։ Տեսեք, ուրեմն նոյեմբերը դա խոզի ամիսն էր, եւ չինական մետաֆիզիկայում խոզը եւ օձը բախման մեջ են։ Նոյեմբեր ամիսը ինքը շատ տուրբուլենտ ամիս էր, հատկապես նրանց համար, ովքեր ծնվել են խոզի տարում, խոզի ամսին կամ խոզի օրը, խոզի ժամին, հա։ Ու ըստեղ կարող լինել շատ հետաքրքիր իրադարձություններ, կտրուկ փոփոխություններ, բախումներ, տարբեր իմաստներով, եւ մենք կարծես թե այդ տուրբուլենտ վիճակից անցանք, որովհետև հենց 7-ից իմիջիայլոց դուք կնկատեք, որ ամիսները չինական մետաֆիզիկայում փոխվում են ոչ թե հենց ամսի մենքից, սկսում են ամսի մենքից, այլ կարող է սկսել ամսի 5-ից, ամսի 7-ից եւ ավարտվել հաջորդ ամսվա ուրեմն ամսի 5-ին 4-ին, հա, մի փոքր տարբեր է փոփոխությունը այլ ձև է ամիսների տեղի ունենում։ Հիմա դեկտեմբեր ամիսը մեզ մոտ Հողեղեն Առնետի ամիսն է։ Հողեղեն Առնետի ամիսը շատ հետաքրքիր ամիս է։ Այս ամսին մենք ունենք ուրեմն ջրի եւ հողի բախում, որովհետեւ եթե նայենք ուշադիր կտեսնենք վերևում հողի էլեմենտն է, ներքևում առնետն է, որը ջրի էլեմենտով է ներկայացվում, ու այստեղ մենք ունենք բախում եւ հողը ջրի հետ շփվելիս առաջացնում է ճնշում, առաջացնում է լարվածություն, բայց նաեւ կայուն հիմքի կառուցում է սա նշանակում։ Սա ամիսը, երբ տիեզերական էներգիան մղում է բոլորիս դեպի ավելի կոնկրետություն, դեպի սահմաններ դնել, դեպի ավելի շատ ամրացնել մեր սահմանները, մեր որոշումները։ Սա շատ կարևոր է։ Այստեղ մենք ունենք նաև, քանի որ ջրի էլեմենտ ունենք ամսվա մեջ, իսկ ջուրը դա մի քիչ էմոցիոնալ, հուզականությանն է վերաբերվում, ուրեմն ունենք հուզականություն պլյուս ստրատեգիա։ Ջուրը շատ է, մտքերը արագանում են։ Երբ որ ջուրը շատանում է, մտքերը ավտոմատ արագանում են։ Հողը փորձում է կանգուն պահել, ընդհանրապես փորձում է այդ էմոցիաները կարգավորել, այսպես ասած, եւ փորձում է որոշումներն ավելի կոշտ են դառնում այս ընթացքում, հա։ Հիմնական ֆոկուսը 2025 թվականի դեկտեմբերին պետք է լինի ստրատեգիան, պետք է լինի համակարգումը եւ նաև երկարատև պլանավորումը, քանի որ 25-ը դա արդեն 25 թվականի դեկտեմբերը դա արդեն տարվա վերջն է, հա, բայց չինական օրացույցի տարին փոխվում է ոչ թե դեկտեմբերին, այլ փոխվում է փետրվարի 4-ից։ Սա նույնպես իմացեք, եթե մինչև հիմա չգիտեիք, հա։ Իմիջիայլոց, եթե դուք ծնվել եք ցանկացած տարվա մինչև փետրվարի 4-ը, ապա ձեր կենդանակերպը տարվա դա նախորդ տարվա կենդանակերպն է։ Հիմա
Եկեք անցնենք առաջ, սա ամսվա բազի քարտն է, ովքեր առաջին անգամ են տեսնում, չվախենակ, սա բազի քարտն է ու ամսվա բազի քարտն է։ Ստեղ եթե ուշադիր նայենք, էլեմենտները ներկայացված են ու ստեղ ունենք ջրի էլեմենտ, հա, ամսվա մեջ արդեն ունենք ջրի էլեմենտ։ Ընդհանրապես, երբ որ նման ստրուկտուրա է գալիս եւ ունենք մետաղ, օրվա ուրեմն էլեմենտը, հա, անհատական էլեմենտը դա մետաղն է, մետաղ եւ ջուր, մեզ մոտ գալիս է կրեատիվություն, ստեղծարար մտածելակերպ, հա, ստեղծարար մտածելակերպ ու ստեղ շատ կարևոր է ամսվա ընթացքում մի փոքր ուշադրություն դարձնել կրեատիվությանը, նաեւ ակտիվությանը ու ստեղ պետքա մենք լինենք մի փոքր ավելի նախաձեռնող, որովհետև ամիսը պահանջում է բոլորիցս լինել մի փոքր ավելի նախաձեռնող, կրեատիվ, ինչու՞ չէ նաև ավելի ճկուն։ Սա շատ կարևոր է։ Հիմա, մինչև առաջ անցնելը, բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են միանում, տեսնում իմ վիդեոն, ուրեմն լավ կլինի, որ դուք կառուցեք ձեր բազի քարտը։ Բազի քարտը կառուցելու համար սկան ենք անում QR կոդը, այս QR կոդը, դրանից հետո ձեզ մոտ կբացվի նման մի հատ պատուհան, հա, ստեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, այնուհետև ծննդյան ժամը, եթե գիտեք, եթե չգիտեք, բաց եք թողնում, ոչ մի խնդիր, ընտրում եք սեռը, կին տղամարդ եւ սխմում եք հաշվել։ Դրանից հետո կբացվի այս մի պատուհանը, որտեղ դուք կտեսնեք ձեր ծննդյան տարին, 4 սյուն, հա, 1, 2, 3 եւ 4 սյուն։ Սա ձեր անհատական բազի քարտն է։ Բազի թարգմանաբար նշանակում է 4 սյուներ կամ 8 հիերոգլիֆներ, որտեղ ունենք 4 սյուն և 8 հիերոգլիֆ, հա, այս վերևի մասում, ներքևինին ուշադրություն չենք դարձնում։ Հիմա, ըստեղ երբ որ դուք լրացնեք, եթե դուք ժամը գիտեք, սա ձեր ժամի սյունն է, եթե ժամը գիտեք, այս սյունը կլինի, հա, դատարկ չի լինի, եթե լրացրած չլինեք, այս սյունը դատարկ կա լինելու։ Հետո գալիս է օրվա սյունը, հետո գալիս է ամսվա սյունը և գալիս է տարվա սյունը։ Ստեղ երկրորդ ուրեմն տողում դուք կտեսնեք կենդանակերպերը։ Օրինակ, դուք ծնվել եք 2006 թվականին, դա ուրեմն փայտե աքաղի տարին էր։ Եթե ծնվել եք օրինակ հունվարին, հա, դա ներողություն, սա հունվարին, հա, հունվարին, դա արդեն հողեղեն ցլի ամիսն էր։ Օրը 11-րդ օրը, հունվարի 11-ին մենտաղական առնետի օրն ա եղել եւ ժամը 6:09 պայմանական հողեղեն նապաստակի ժամն է։ Այսինքն ինչ ա ստացվում, հա, սա նորություն է լրիվ նրանց համար, ովքեր առաջին անգամ են նայում, դուք ունեք ոչ թե մեկ կենդանակերպ, եթե իմացել եք, որ դուք ուղղակի ծնվել եք աքաղի տարում ու վերջ, ապա բազիով դուք ունեք 4 կենդանակերպ։ Դա ձեր տարվա կենդանակերպն է, ամսվա, օրվա եւ ժամի։ Հիմա, ստեղ ինչն է կարևոր, իմ բոլոր վերլուծություններում ես տալիս եմ անհատական էլեմենտով վերլուծություն, յուրաքանչյուրս ունենք մեր անհատական էլեմենտը, ուրեմն էլեմենտները դրանք 5-ն են, կրակ, հող, ուրեմն մետաղ, ջուր եւ փայտ, 5 էլեմենտ, որոնցից յուրաքանչյուրը ունի 2 բևեռականություն, պալյարность, ին եւ յան։ Ուրեմն ձեր անհատական էլեմենտը իմանալու համար դուք նայում եք օրվա սյան վերևի այս նշված էլեմենտը։ Այս պարագայում էլեմենտը դա young metal, անգլերեն է գրված, մետաղ յանն է։ Եթե լիներ yin, yin-ը դա in-ն է, հա։ Գույներով դուք կարող եք արդեն տարանջատել, իմանալ, որ գույնը որին է վերաբերվում։ Եթե ուրեմն արծաթագույն, հա, սենց է ներկայացված, դա մետաղն է։ Հողը ներկայացված է շագանակագույն, փայտը արդեն կանաչ է, ջուրը ներկայացված է ուրեմն կապույտ գույնով եւ կրակը արդեն կարմիր գույնով։ Սա շատ պարզ կարելի է իմանալ։ Կարևորը հիշեք, որ ձեր անհատական էլեմենտը սա է, օրվա սյան վերևի հիերոգլիֆը։ Հիմա սա իմանալուց հետո արդեն կարող ենք անցնել ամսվա կանխատեսումների։ Շատ կարևոր է, որ դուք իմանաք ձեր անհատական ուրեմն տարվա կենդանակերպը, թե որ տարում եք ծնվել, ու հիմա դրանից ելնելով կնայենք, թե որ կենդանակերպերը կլինեն առավել զգայուն 2025 թվականի դեկտեմբերի
ընթացքում, առավել կոնկրետ դեկտեմբերի 7-ից մինչև հունվարի 5-ը։ Եթե դուք ծնվել եք ապիկի տարում, հա, ձեզ մոտ ձևավորվում է հարմոնիա ստրուկտուրան։ Սա շատ կարևոր է, ինչու, որովհետև հարմոնիան դա շատ լավ ստրուկտուրա է բացիում, երբ որ էներգիաները իրար հետ կազմում են շատ լավ համակցություն։ Սա իր հետ բերում է նոր հնարավորություններ համագործակցության համար, նոր դռներ կբացվեն ձեզ համար եւ նոր կապեր, հա, ուստի պետքա դրան պատրաստ լինել։ Նույնը վիշապի տարում ծնվածների համար է։ Եթե կա վիշապի էներգիա, ապա ձեր էներգիան ամսվա էներգիայի հետ կազմում է ևս նորից հարմոնիա ստրուկտուրա, որը բերում է նոր հնարավորություն, նոր համագործակցության առաջարկներ եւ նոր կապեր։ Մյուսը մեր մոտ դա ցլի էներգիան է, որը բերում է համակցում ստրուկտուրա։ Համակցում ստրուկտուրայի դեպքում շատ կարևոր է օգտագործել կրեատիվությունը եւ դիմեք օգնության, հա, այս ընթացքում այս ամսին փորձեք, եթե ինչ-որ հարցերի լուծում կան, որ չեք գտնում, փորձեք դիմել օգնության, դուք անպայման կստանաք այդ օգնությունը։ Եթե ձեզ մոտ ձիու էներգիան է, ձին առնետի հետ բերում է բախում։ Իմիջիայլոց 2025 թվականը դա այն տարին է, որը բախման մեջ է մտնում առնետի տարում ծնվածների հետ, հա, սրա մասին հետո ես ավելի մանրամասն կխոսեմ։ Ուրեմն ունենք բախում։ Բախումը ի՞նչն է։ Բախումը դա փոփոխությունն է։ Փոփոխությունը կարող է լինել եւ դրական, փոփոխությունը կարող է լինել եւ բացասական։ Այս պարագայում, եթե դուք ինքներդ եք ձեռնարկում փոփոխություն, որևէ փոփոխություն, ապա դա մի փոքր ավելի մեղմ է անցնում եւ ոչ ստրեսային։ Եթե դուք ուղղակի ոչ մի բան չեք անում, չեք ձեռնարկում փոփոխություն, ապա տիեզերքը ձեր փոխարեն կանի այդ փոփոխությունը, բայց դա կլինի առավել ցավոտ։ Իսայի նկատի ունեցեք։ Եթե ձեզ մոտ կա այծի էներգիա, այծի էներգիան ունի վնասում ստրուկտուրա։ Վնասում ստրուկտուրան հիմնականում էմոցիոնալ անկայուն վիճակն է, սա ներքին խնդիր է, ոչ թե արտաքին, այսինքն այս պարագայում դուք ավելի շատ միգուցե ճիշտ չընկալեք ձեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները, ճիշտ չհասկանաք այն ամեն ինչը որ ասվում է շրջապատի կողմից, հա, եղեք մի փոքր ավելի համբերատար եւ արագ մի արձագանքեք այն ամեն ինչին, ինչը տեղի է ունենում ձեր շրջապատում, հատկապես այս ժամանակահատվածում, հատկապես ուրեմն դեկտեմբերի։ 2025 թվական այցի տարում ծնվածների համար այդքան էլ բարեհաջող տարի չէր, որովհետև 12 կենդանակերպերից մենակ այծը չուներ դրական որևէ դրական ուրեմն էներգիա, աստղ, հա, էներգիա տարվա համար ու այս շրջանը հատկապես շատ կարևոր է անցկացնել մի փոքր ավելի հավասարակշռված վիճակում, եթե դուք մտածում եք փոխել ձեր աշխատանքը, գրել դիմում դուրս գալ աշխատանքից, ես ձեզ խորհուրդ չեմ տա։ Սպասեք մի փոքր էլ համբերեք, ես գիտեմ տարին շատ ծանր է եղել ձեզ համար, այցի տարում ծնվածների, այցի ամսին ծնվածների համար, դա հուլիս ամիսն է, բայց եղեք մի փոքր համբերատար, շուտով ամեն ինչ կկարգավորվի ու իր տեղը կընկնի։ Եթե ձեզ մոտ կա նապաստակի էներգիա, նապաստակի էներգիայի դեպքում ունենք պատժում ստրուկտուրա։ Ինչա պետք անել։ Ընդհանրապես հնարավոր են որոշակի ոտնձգություններ ձեր անձի նկատմամբ։ Այս ամսվա ընթացքում պետք է դնեք սահմաններ, պետք է չենթարկվեք ճնշումների եւ հստակ հասկանաք, թե հստակ որոշեք, թե ինչքան կարող են մոտենալ ձեզ շրջապատի մարդիկ եւ ինչ կարող են իրենց թույլ տալ։ Եթե զգում եք, որ ինչ որ բան այն չէ, ուրեմն անմիջապես լուծեք այդ հարցը եւ դիմացինին հասկացրեք, թե նա ինչպես պետք է իրեն պահի, հա, սա շատ կարևոր է։ Եվ ակաղի էներգիայի մասով մենք ունենք կործանում ստրուկտուրա, իսկ կործանում ստրուկտուրան դա կտրուկ փոփոխությունն է։ Կտրուկ փոփոխություն, որը անսպասելի է տեղի ունենում, որը շատ արագ անսպասելի փոփոխություն է, ուստի եղեք մի փոքր ուշադիր ու սա նաև վերափոխման ամիս է ձեզ համար ու սա այդ վերափոխումը, եթե դու գնաք այդ տրանսֆորմացիային, փոփոխությանը, ընդունեք այն ինչ որ տեղի կունենա, դա նախապատրաստումն է 2026 թվականի։ Սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անցնենք առաջ։ Արդեն հույսով եմ դուք գիտեք ձեր անհատական էլեմենտը, կարողացել եք կառուցել ձեր բազի քարտը եւ նայել եք ձեր օրվասյան վերևի ուրեմն հիերոգլիֆը, էլեմենտը ավելի կոնկրետ եւ գիտեք որն է ձեր անհատական էլեմենտը։ Հիմա եկեք սկսենք Փայտյանից։ Ինչ կա Փայտյանի համար
դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ընդհանրապես այս ամիս ձեզ մոտ եկել է անուղղակի ֆինանսների եւ ուղղակի ռեսուրսների էներգիան։ Երբ այս երկուսը իրար հետ համատեղում ենք, ստանում ենք հետեւյալ պատկերը. դուք պետք է առաջարկեք նոր լուծումներ շուկայի համար։ Եթե աշխատում եք կազմակերպությունում, փորձեք նոր լուծումներով հանդես գալ ձեր ղեկավարության մոտ։ Եթե ունեք սեփական բիզնես, ուրեմն նոր լուծումներ առաջարկեք ձեր պոտենցիալ հաճախորդներին։ Սա շատ կարևոր է։ Այս շրջանը լավ է նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քանի որ ունենք ուղղակի ռեսուրսների էներգիան, որը միշտ հուշում է ինչ որ մի նոր բան սովորելու, նոր գիտելիք ավելացնելու, նոր հմտություն ավելացնելու մասին։ Եթե ձեր մոտ փայտ 9 է, ունենք ուղղակի ֆինանսների եւ անուղղակի ռեսուրսների, ուրեմն համակցությունը, ստեղ մենք պետք է ուշադրություն դարձնենք նրան այն աշխատանքներին, գործերին, որոնք սկսել ենք ու կիսատ են, փորձեք դրանք ավարտել։ Արտաքինից դու կարող եք թվալ շատ զբաղված, անդադ ցույց տալ, որ զբաղված եք, բայց ներքուց շատ պասիվ վիճակ է ձեզ մոտ։ Այս ամիսը շատ կարևոր է, որ դուք փոխանցեք ձեր պարտականությունները, ձեր աշխատանքի մի մասը փոխանցեք այլ մարդկանց։ Դրանք կարող են լինել ձեր ուրեմն գոլեգաները կամ կարող են լինել ձեր ենթակա անձինք։ Փորձեք ձեր վրա շատ պատասխանատվություն չվերցնել այս ամսվա ընթացքում։ Եթե ձեզ մոտ ուրեմն կրակյան եւ կրակին էլեմենտներ, կրակյանն է կամ կրակյանի համար, ուրեմն ինքնադրսևորման եւ վերադասի էներգիայի արկայություն կա ամսվա մեջ, սա ինչա նշանակում։ Առաջարկեք մի բան, որը ժամանակի ընթացքում կարժևորվի։ Սա շատ կարևոր է եւ կրեատիվությունը նույնպես ձեզ համար շատ կարևոր է այս ամիս, որովհետև ինքնադրսևորման էներգիան միշտ պահանջում է լինել կրեատիվ, ստեղծել ինչ-որ մի բան։ Եթե կրակ 9 է ձեզ մոտ, մենք ունենք ուրեմն այստեղ ինչ-որ խնդիրներ կարող են լինել փաստաթղթերի հետ կապված, դրա համար պետք է մի փոքր ուշադիր լինենք փաստաթղթերի հետ աշխատելուց, կարճաժամկետ նախագծեր կարելի է սկսել, կարճաժամկետ, ոչ երկարաժամկետ, բայց կարճաժամկետ նախագծեր սկսելու համար հիանալի ժամանակ է եւ հեռու մնացեք կոնֆլիկտներից, որովհետեւ այս դեկտեմբերի ընթացքում հնարավոր են կոնֆլիկտային որոշակի տհաճ իրադարձություններ։ Եթե ձեզ մոտ հողյանն է, հողյանի համար ունենք ուրեմն անձնային էլեմենտի արկայություն եւ ուղղակի ֆինանսները, հա, այս երկուսը իրար հետ բերում է համագործակցություն, համատեղ պրոյեկտներ։ Դուք կարող եք համագործակցել այլ անձանց հետ, համատեղ պրոյեկտ արեք այս ընթացքում ու կտեսնեք, թե դա կխթանի ձեր ֆինանսներին, հա, կբերի ֆինանսական հաջողություն։ Վերանայեք ֆինանսական ծախսերը, վերանայեք ձեր ծախսերը, եթե բաժանորդագրված եք տարբեր ինչ-որ application-ներում եւ այլն, միգուցե դրանցից մի մասը ձեզ էլ պետք չի, փորձեք վերանայել եւ ավարտեք։ Եթե ձեր մոտ հողինն է, հողինի համար ունենք ծախսի էներգիայի եւ անուղղակի ֆինանսների արկայություն։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է դեկտեմբերին, ուրեմն նորից գնալ համագործակցությունների, բացահայտել նոր շուկաներ, հա, որովհետև մրցակցությունը ավելանում է, դուք պետք է մի փոքր ավելի ակտիվ լինեք, նաև ամիսը բերում է նոր հնարավորություններ։ Եթե դուք ձեր բազիկ հարտում կապ չունի որտեղ, հա, օրվա, ժամի, տարվա թե ամսվա մեջ ունեք կապիկի էներգիա կամ վիշապի էներգիա, ապա անպայման գնացեք համագործակցության։ Սա եւս մեկ ուրեմն ցուցում է, որ դուք պարտադիր դեկտեմբերին պետք է գնաք համագործակցության ինչ-որ մեկի հետ։ Նաև շատ կարևոր է կատարել ծախսեր, կատարել գնումներ, եթե երկար ժամանակ ուզում եք ինչ-որ բան գնել, բայց անդադ հետա ձգում եք, ապա այս ամիս շատ կարևոր է, ու ցանկալի է կատարել այդ գնումները։ Եթե ձեզ մոտ մետաղյանն է, մետաղյանի համար շատ կարևոր ամիս է այս ամիս, որովհետև հենց մետաղյանն է հայտնվել ամսվա ուրեմն օրվա վերևիսյան ուրեմն հատվածում, սա հուշում է, որ մետաղյանի համար կարևոր ամիս է ու սա ամիս է, եթե բիզնեսով եք զբաղվում, բիզնեսի առաջխաղացման հիանալի հնարավորություններ կարող են լինել, փորձեք մի փոքր ավելի քիչ վերլուծել եւ ավելի շատ գործել, որովհետև էներգիան, որը հայտնվել է, անուղղակի ռեսուրսները վերևում, սա մի փոքր ավելի շատ անալիզ անելու ուրեմն տենդենց է բերում, բայց տենց
պետք է չի անել, շատ երկար պետք է չի մտածել, արագ պետք է գործել, փորձեք գործել արագ, հա, կարևոր է նաև ինքնադրսևորումը, հետևեք ձեր ներքին երկխոսությանը, դիալոգին, որը դուք ինքներդ ձեզ հետ անում եք, հա, պարբերաբար, դա նույնպես կարևոր է։ Եթե ձեզ մոտ մետաղ 9 է, մետաղ 9-ի համար մենք ունենք նորից ինքնադրսևորման ուրեմն էներգիա ու այստեղ շատ կարևոր է որ դուք մի փոքր հետևեք ձեր անձնային առողջությանը, հետևեք ձեզ, խնամեք ձեզ, վիտամիններ խմեք, հա, սա կարևոր շրջան է առողջությանը ուշադրություն դարձնելու համար։ Եթե ձեզ մոտ ջուր յանն է, ջուր յանի համար մենք ունենք ուրեմն մի այնպիսի պատկեր, երբ որ մրցակցությունը հասնում է իր գագաթնակետին, հա։ Մրցակցության մեջ կարևոր է արդյունքը, հիշեք, այլ ոչ թե անդադ համեմատություններ տանելը։ Սրան պետք է ուշադրություն դարձնեք։ Շատ կարևոր է դեկտեմբերին լինել ֆիզիկապես ակտիվ, միգուցե հաճախեք սպորտզալ, ցանկացած տեսակի սպորտաձև, որը ձեզ առավել համապատասխանում է, աշխատավայրում հնարավոր են անհամաձայնություններ, փորձեք կոնֆլիկտի չգնալ, հետաձգեք ցանկացած ուրեմն խոսակցություն, հա, որը զգում եք տանում է կոնֆլիկտի։ Եթե ձեր մոտ ջուր 9 անհատական էլեմենտն է, ուրեմն ուժեղ կառավարման հատկություններ կլինեն ձեզ մոտ, կառաջանան, հա, մենեջմենթի հետ կապված ու նոր պրոյեկտ սկսելու համար շատ լավ ժամանակ է ձեզ համար, ստեղծեք նաև նոր միջավայր, որտեղ մարդիկ կլինեն ավելի ինքնավստահ։ Եթե ձեզ դնեն պրոյեկտի ղեկավար ու ձեր ենթակայության տակ ձևավորվի որոշակի թիմ, փորձեք այդ թմի հետ աշխատել ամենայն դրական, հա, ուրեմն մտադրությամբ ու փորձեք մոտիվացնել այդ մարդկանց, փորձեք լավ վերաբերվել, որովհետև դրանից միայն դուք կշահեք։ Սա շատ կարևոր է։ Ուրեմն սրանով ավարտեցի ուրեմն 5 էլեմենտների, ավելի շուտ 5 էլեմենտների, բայց 10 ուրեմն պալյարնստի, ուրեմն վերլուծությունը ըստ անհատական էլեմենտի ու հիմա եկեք անցնենք թվագիտական վերլուծությանը։ Ես միշտ տալիս եմ թվագիտական վերլուծություն ամսվա համար ու սա նույնպես շատ հետաքրքիր է եւ հավելյալ ինֆորմացիա ամիսը ավելի ճիշտ պլանավորելու եւ օգտագործելու համար։ Հիմա դեկտեմբեր ամսվա համար մենք ունենք երկու էներգիա, դա 12-ի էներգիան է եւ 21-ի էներգիան է, եթե ուշադիր նայեք, իրանք այս ամիս ստացվել են հայելային, հա, այսինքն հայելային անդրադարձն է։ Ընդհանրապես ինչի ես խորհուրդ կտամ, երբ որ ես թվերն էի նայում, վերլուծում էի դեկտեմբերի համար, 12-ը եւ 21-ը դրանք ինքնաանդրադարձման մի փոքր ավելի հոգեբանության մասին են, հա, այսինքն ինքնաանդրադարձում, հասկանալ մեր թերություններ, վերանայել մեր ուրեմն մտքերը, մեր գործողությունները, որովհետև 12-ը ինքը հոգեբանության մասին է, հոգևոր զարգացման մասին է, ավելի շատ ինքնաբացահայտման մասին է եւ շրջապատին, սոցիումին, ուրեմն առավել օգտակար լինելու մասին է։ Բայց այդ օգտակարությունը չպետք է գա պակասության վիճակից, այլ պետք է գա առատության վիճակից եւ երբեք չպետք է գնալ ինքնազոհողության։ Օգնեք, եթե կարող եք օգնել, եթե հնարավորություն չունեք, ուրեմն վերջին ձեր լուման մի տվեք դիմացինին, կամ եթե չունեք ժամանակ, փորձեք հետաձգել այդ ամեն ինչը, սա միայն դրական կլինի։ Իսկ 21-ը ինչ է հուշում մեզ, 21-ը հուշում է ուրեմն նոր կապերի հաստատում, 21-ը հուշում է նոր ուրեմն նոր բացահայտումներ, նոր տարածքներ, նոր երկրներ, նոր մշակույթ, նոր խոհանոց, նոր ուտելիքներ, համեր եւ այլն։ Ու այդ շրջանը շատ կարեւոր է, որ մենք լինենք մի փոքր ավելի բաց եւ փորձենք չտարբերակել մարդկանց, չպիտակավորել մարդկանց, լինել բաց նոր առաջարկներին եւ եթե կարող ենք ճանապարհորդել հիանալի է, եթե կարող ենք շփվել նոր ուրեմն անծանոթ հա մշակույթի մարդկանց ազգերի հետ, դա նույնպես շատ լավ կլինի դեկտեմբեր ամսվա ընթացքում։ Ու նաեւ մի բան էլ ավելացնեմ, երբ որ նման հայելային իրավիճակը մեզ մոտ տեղի ունենում, սա ինքնաանդրադարձման մասին է։ Մի պահ պիտի կանգ առնենք, նայենք ինքներս մեզ, ներքուստ եւ արտաքուստ ու լինենք անկեղծ։ Ինչն է, որ ինչի մեզ մոտ պետքա փոխել, վերանայել, այ սա
հիանալի ամիս կլինի ուղղակի այս ամեն ինչը անելու համար։ Հիմա եկեք անցնենք անհատական թվագիտական վերլուծությանը, դրա համար ինչա պետք անել։ Դրա համար պետք է վերցնել մեր ծննդյան օրը եւ ծննդյան ամիսը, այնուհետև պետք է գումարենք ամսվա հատուկ թիվը, որը 3-ն է դեկտեմբերի համար, ու ստանանք մի թիվ, որը կլինի միանիշ։ Օրինակ, եթե անձը ծնվել է հունիսի 24-ին, ուրեմն 24-ին գումարում ենք 6, հետո գումարում ենք 3, ստանում ենք 33։ 33-ը երկնիշ թիվ է, պետք է դարձնենք միանիշ։ 3 գումարած 3, ստացվում է 6։ Վերջնական թիվը, որը մենք պետք է դիտարկենք, դա 6-ն է։ Ձեզ մոտ կարող է ստացվի 1, 2, 1-ից մինչև 9, ցանկացած թիվ։ Դա կլինի ձեր դեկտեմբեր ամսվա անհատական, ուրեմն էներգիան։ Հիմա եկեք անցնենք արագ թվերով ու հասկանանք, թե յուրաքանչյուր թիվը ինչ է նշանակում։ Եթե ձեզ մոտ ստացվել է 1, 1-ը միշտ դա սկզբի մասին է, դա սկիզբն է ամեն ինչի, ու 1-ի ընթացքում մենք պետք է սկսենք ամեն ինչը 0-ից։ Կարող ենք կատարել պլանավորում, սկսել նոր պրոյեկտ, սկսել նոր համագործակցություն, սկսել դիետա, հա, վերանայենք մեր ուրեմն կյանքը ընդհանուր առմամբ ու դնենք սեր մեր կյանքի 5 ոլորտներում, այն է ինքնություն, հոգևոր, աշխատանք, բիզնես, հարաբերություններ, առողջություն ու յուրաքանչյուր ոլորտում կատարենք որոշակի գործողություն, որը կլինի ի նպաստ մեզ։ Եթե ձեզ մոտ ստացվել է 2-ը, ընդհանրապես 2-ի դեպքում միշտ գալիս է ինչ որ երկրորդ անձը, որը փոխում է մեր կյանքը։ Դա կարող է լինել բիզնեսում համագործակցության տեսքով, դա կարող է լինել նոր ծանոթություն, որը ընդհանուր կփոխի մեր կյանքը։ Եվ երկուսը շատ կարևոր է, որովհետև երկուսում դուք արդեն սկսում եք շոշափել որոշակի արդյունք այն ինչը, որ դուք արել եք մեկի ընթացքում։ Եթե 3-ն է ձեզ մոտ, 3-ը ֆինանսական թիվ է համարվում եւ 3-ը հիմնականում բերում է որոշակի հարաբերություններ, ուրեմն կանանց եւ երեխաների հետ։ 3-ը նաեւ եթե ֆինանսի տեսանկյունից նայենք, սա շատ լավ ամիս է նոր պրոյեկտի համար, նոր ապրանք վաճառելու, դուրս թողելու, թողարկելու համար, ծառայություն կամ ապրանք, սա նույնպես ի նկատի ունեցեք։ Եթե ձեզ մոտ 4-ն է, 4-ի դեպքում արդեն մենք հասնում ենք համարյա թե պիկին, հա, այսինքն պիկը հետևյալն է, աշխատանքը շատանում է, ինչ է սկսել ենք 1-ի ընթացքում, 4-ի ընթացքում մենք արդեն արդյունքը տեսնում ենք, մենք սկսում ենք շատ աշխատել, մենք սկսում ենք արդյունքը շոշափելի, արդեն շոշափում ենք, տեսնում ենք ու 4-ի ընթացքում միշտ աշխատանքը, ծանրաբեռնվածությունը շատանում է, այստեղ կարևոր է պահել բալանս եւ իհարկե հետևել առողջությանը, որովհետեւ հիշեք, առողջությունը եւ գումարը, ֆինանսը, դրանք հակադիր բևեռներում են։ Երբ որ շատ է գումարը լինում, դա վնասում է առողջությանը եւ հակառակը, հա, այսինքն սրանք միշտ հակադիր բևեռներում են, ի նկատի ունեմ, որ պահեք բալանս, հանգստացեք ժամանակին եւ հետևեք առողջությանը, հա, սա կարեւոր է։ Եթե ձեզ մոտ 5-ն է, 5-ը հիանալի ամիս է ճանապարհորդության համար։ Եթե կարող եք, ճանապարհորդեք։ 5-ը նաև ուրեմն այն ժամանակահատվածն է, երբ որ կարող եք սովորել ձեռք բերել նոր գիտելիքներ, որովհետև 5-ը միշտ գիտելիք ձեռք բերելու մասին է, իսկ եթե դուք դասավանդում եք, ինչ որ դասընթացներ եք, հա, անցկացնում, ապա 5-ի ժամանակ կարող եք սկսել վաճառքներ, որովհետև 5-ը նաև ինֆորմացիան փոխանցելու մասին է, եւ դուք կարող եք այս ամիսը օգտագործել ձեր վաճառքները անելու համար։ Եթե 6-ն է ձեզ մոտ, ինչպես է օրինակում, 6-ը դա ընտանիքի մասին է։ Դա սիրո, միաբանության, ընտանիքի հարաբերությունների, ժամանակ ընտանիքի հետ անցկացնելու, մտերիմների հետ հավաքվելու, լավ ժամանակ անցկացնելու մասին է։ 6-ում նաև գալիս են որոշակի խնդիրներ, երբ որ ստուգումներ են լինում զույգերի միջև, հա, այսինքն հնարավոր են որոշակի տարաձայնություններ, բայց հիշեք, որ դա ընդամենը 1 ամիս է։ Փորձեք համբերել, ամիսը կանցնի, ամեն ինչ տեղը կընկնի։ Եթե ձեզ մոտ 7-ն է, 7-ը հոգևոր թիվ է վագիտությունում եւ 7-ի ընթացքում ես խորհուրդ եմ տալիս, եթե կարող եք ճանապարհորդեք միայնակ, ժամանակ անցկացրեք ինքներդ ձեզ հետ, որ เป զի այդ տրանսֆորմացիան, այդ ռիստարտը, այսպես ասած, ձեր մեջ տեղի ունենա։ Իսկ եթե չկա հնարավորություն, ապա փորձեք ամեն օր գոնե 1 ժամ անցկացնել միայնակ։
ինքներդ ձեզ հետ, ձեր մտքերով, ձեր պլաններով եւ 7-ի ժամանակ շատ կարեւոր է ֆիզիկական ակտիվությունը։ Սպորտով զբաղվեք եւ փորձեք առավել ակտիվ լինել, հա, անդադ շարժման մեջ գտնվեք։ Եթե ձեզ մոտ 8-ն է, 8-ը համարվում է ֆինանսական շատ ուժեղ թիվ, շատ ուժեղ էներգիա։ 8-ի դեպքում դուք կարող եք ձեր ֆինանսները հասցնել շատ լավ մակարդակի, ունենալ ֆինանսական մեծ հնարավորություններ, լինում են դեպքեր, երբ աշխատավարձի փոփոխություն է տեղի ունենում, իմիջիայլոց, եթե ցանկանում եք դիմել ձեր ղեկավարության աշխատավարձի փոփոխության բարձրացման, ուրեմն սա լավ ամիս է ձեզ համար։ Եթե ձեզ մոտ անձնային թիվը դեկտեմբերի համար ստացվել է 8։ 8-ը նաև կարմիկ թիվ է, 8-ի ընթացքում, եթե տեղի ունենում բացասական իրադարձություններ, ուրեմն պետք է մի հատ վերանայել ձեր ընդհանուր վարքագիծը, որովհետև 8-ը բերում է նաև ակտիվացնում է կարմիկ ծրագրերը, ձեր այն ինչ որ կա ձեր անհատական մատրիցայում ու այստեղ դուք կարող եք իմանալ արդեն, հա, ինչը ճիշտ արեցիք, ինչը սխալ արեցիք եւ այլն։ Եթե ձեզ մոտ 9-ն է, 9-ը միշտ ասոցացնում են ավարտի, ինչ որ բացասական իմաստով, որ ամեն ինչ վերջանում է եւ այլն, բայց դա այդպես չէ։ Ընդհանրապես 9-ի դեպքում շատ լավ իրադարձություններ կարան տեղի ունենան, եթե դուք ամեն ինչ ճիշտ եք արել 1-ից 8-ի ընթացքում։ 8-ը բերում է ավարտ, այո, դա ճիշտ է, բայց ինչ ավարտ։ Բերում է ավարտ այն ամեն ինչի, ինչը դուք կիսատ եք թողել։ Հարաբերություններ, որոնք այլևս չեն նպաստում ձեր հետագա զարգացմանը, դրանք ավարտվեն։ Մի բան, որը չի նպաստում օգտակար չի, դա դուք կկորցնեք, բայց 9-ը նաև բերում է վերջնական արդյունք։ Եթե դուք ջանք եք գործադրել, քրտինք եք թափել ինչ-որ մի բանի վրա ու դեռ արդյունքը չեք ստացել, 9-ի ժամանակ դուք այդ արդյունքը ստանում եք։ Ու եթե այս ամիսը ձեզ մոտ 9-ն է, 2025-ը դա նույնպես 9-ի տարի է, 2 + 2 + 5 դա 9 է, ձեր մոտ լինում է դուպլիկատ, այսինքն թվերը կրկնվում են։ Հետևաբար սա կարող է մի փոքր ձեզ համար լինել սթրեսային ամիս, որովհետև սա այսպես ասած վերջի հնարավորությունն է ավարտելու, վերափոխվելու, վերաիմաստավորելու ձեր կյանքը։ Հնարավոր է ամիսը լինի մի փոքր ստրեսային, բայց լավ կլինի այն ինչը որ ինչ իրադարձություն տեղի ունենա այս ընթացքում, դա ընդունեք դրական եւ հասկացեք, որ դա ի օգուտ ձեզ է։ Հետագայում դուք դա ավելի լավ կզգաք ու կհասկանաք։ Հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք, թե որն է այն մարդկանց կարմիկ դասը, ովքեր ծնվել են դեկտեմբեր ամսին։ Ընդհանրապես դեկտեմբերը արդեն ասեցի, դա 12-րդ ամիսն է, ու 12-ը ինքը նրա մասին է, որ դուք ընդհանրապես օգնության մասին է։ Մարդիկ, ովքեր ծնվել են 12-ին, կարմիկ դասը օգնել շրջապատի մարդկանց, տալ խորհուրդներ, որտեղ ի ծնե այս մարդիկ իրենք կենցաղային մակարդակի հոգեբաններ են, այսինքն շատ լավ հասկանում են դիմացինին, շատ լավ կարողանում են վերլուծել նրա զգայականը, հա, այսինքն հասկանալ ինչ է զգում եւ տալ խորհուրդներ, հա, կատարեք սա, բայց նորից եմ կրկնում, սա պետք է անեք այն ուրեմն առատության իրավիճակից ելնելով, այլ ոչ թե պակասության, սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անցնենք թռչող աստղերին, ովքեր առաջին անգամ են տեսնում, մի փոքր սա անհասկանալի վիճակ է, բայց փորձեմ արագ բացատրել, հետագայում վիդեոներ կլինեն իմեջում։ Տեսեք, թռչող աստղերը դրանք էներգիաներ են, որոնք ամեն ամիս փոխում են իրենց դիրքը մեր բնակարանում, տարածքում, այսինքն սա վերաբերվում է փակ տարածքներին, առանձնատուն, բնակարան, աշխատասենյակ եւ այլն, հա։ Ու այս էներգիաների մասին ինֆորմացիան շատ է օգնում մեզ մեր կյանքը ավելի դրական դարձնելու համար այն պարագայում, երբ որ մենք օգտագործում ենք երկրային հնարավորությունը, երկրային էներգիան, իսկ ֆենշուն դա երկրային հաջողությունն է մեր։ Հիմա այս ամիս ինչ լավ սեկտորներ ունենք։ Սեկտորները դրանք ուրեմն հարավ արևմտյան հատվածն է, ներողություն հարավ-արևելյան հատվածն է եւ արևելյան հատվածն է։ Այսինքն այս երկու սեկտորները բավականին դրական են, ինչպես կարելի է օգտագործել։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր բնակարանի, աշխատավայրի, աշխատասենյակի հարավ-արևելյան կամ արևելյան հատվածում, որովհետև սա ձեզ կօգնի, որպեսզի դուք կարողանաք այդ էներգիան վերցնել դրական ու գրանցեք հաջողություններ։ Ուրեմն, նրանք, ովքեր վաղուց ինձ հետևում են, գիտեն, որ հյուսիս-արևելքում մենք ունենք տարվա 5-րդ աստղը, որը համարվում է ամենաբացասական էներգիան,
եւ այս հատվածից մենք պետք է խուսափենք։ Ընդհանրապես մենք տարվա սկզբում, այսինքն 25 թվականի սկզբում, արդեն ես տեղեկացրել եմ, որ ստեղ տեղադրում ենք մետաղական ծանր առարկաներ, որ เป զի մենք թույլատնենք այդ ուրեմն 5-րդ բացական աստղի էներգիան։ Եթե ձեր ննջարանը գտնվում է հյուսիս-արևելքում ու դուք հնարավորություն չունեք տեղափոխվեք այլ սենյակ, ննջարան, լավագույն բանը, որ դուք կարող եք անել 5-րդ աստղից ազդեցությունը թույլատնելու եւ խուսափելու համար, ավելի ճիշտ թույլատնելու համար, որովհետև սա առաջացնում է տարբեր տեսակի խնդիրներ, առողջության հետ կապված եւ այլն, հա։ Ուրեմն պետք է այդ հատվածում հյուսիս-արևելքում տեղադրեք մետաղական ծանր առարկա եւ մահճակալը պատից հեռացնեք 10-ից 15 սանտիմետր։ Սա կարևոր է։ Փորձեք խուսափել հյուսիս-արևմուտքից, որտեղ այս ամիս հյուսիս-արևմուտքում ունենք երկրորդ աստղը ամսվա, որը հիմնականում վերաբերվում է առողջությանը, առողջության խնդիրներ է առաջացնում։ Եթե ունեք քրոնիկ առողջական խնդիրներ, ուրեմն փորձեք ստեղից խուսափել կամ կարող եք նորից մետաղական ծանր առարկա դնել կամ մահճակալը պատից հեռացնեք 10-ից 15 սանտիմետր։ Ուրեմն մյուս հատվածը, որ ամսվա ընթացքում կլինի բացական, դա հարավային հատվածն է։ Հարավային հատվածում ունենք 5-րդ աստղը, ամսվա 5-րդ աստղը, եթե այս հատվածը դուք օգտագործում եք, ուրեմն պետք է մետաղական ծանր առարկա դնենք մինչև հունվարի 5-ը, հա։ Նորից նույն ձևով ենք առաջնորդվում, եթե մահճակալը գտնվում է հարավում, տան հարավային հատվածում, ուրեմն մահճակալը հեռացրեք 10-ից 15 սանտիմետր։ Սա կարևոր է։ Հիմա եկեք նաև պատասխանեմ այս հարցին, չնայած էջում ունեմ դրած Instagram, բայց ովքեր դեռ չեն միացել իմ Instagram-ի էջին կամ Telegram-ի էջին, որտեղ տեղադրել տոնածառը։ Ինչու ենք սրան ուշադրություն դարձնում մետաֆիզիկայում, որովհետև լույսերը, որոնք վառվում են տոնածառի վրա, դրանք հանդիսանում են ակտիվատոր, հա։ Երկարաժամկետ հատվածում դրանք ակտիվացնում են որոշակի էներգիա։ Իսկ ինչ անել, որտեղ տեղադրել, որ տոնածառը ոչ միայն լինի ուրախություն բերի իր գեղեցկությամբ, այլ նաև էներգետիկ առումով լինի դրական ու բերի հաջողություն։ Լավ կլինի, որ տոնածառը տեղադրենք տան հարավ-արևելյան հատվածում կամ արևելյան հատվածում, եթե դուք անում եք արդեն ամսի 7-ից հետո, բնականաբար այսօր ամսի 7-ն է, ամսի 7-ից հետո է լինելու։ Ուրեմն լավագույն օրերն են դեկտեմբերի 13-ը, 17-ը, 19-ը եւ 25-ը։ Այս օրերին կարող եք տեղադրել ձեր տոնածառը տան հարավ-արևելյան հատվածում կամ արևելյան հատվածում եւ միացնել լույսերը, հա, սա շատ դրական ազդեցություն կունենա ձեր ընդհանուր ընտանեկան հաջողության վրա։ Եթե դուք ուզում եք ձեր ֆինանսները ակտիվացնել, մետաֆիզիկայում կա նաև այս հետաքրքիր տարբերակը, ովքեր առաջին անգամ են տեսնում, մի փոքր տարօրինակ է, բայց սա աշխատում է ու շատ իմ հետևորդներ անընդհատ ինձ հիշացնում են, թե երբ եմ ես տրամադրելու մաս կտրելու օրերը։ Օրերը հետևյալն է. դեկտեմբերի 17-23, ինչա պետք է անել, պետք է ուղղակի մազերը կտրել 3-ից 5 սանտիմետր։ Դուք չեք կտրում, պետք է պարտադիր գնաք վարսավիրանոց։ Հետո օրացույցը, հա, դեկտեմբեր ամսվա համար ունենք այս օրացույցը, կարող եք նկարել, պահել ձեզ մոտ։ Այստեղ նշված են բոլոր դրական օրերը, բացասական օրերը, օրեր, երբ կարող եք ճանապարհորդել, օրեր, երբ կարող եք դիմել բժշկի, օրեր, երբ ձեր գրավչությունն է ավելանում, հանդիպումներ կարող եք նշանակել, օրեր ֆինանսական, մի խոսքով բավականին հետաքրքիր օրացույց է, փորձեք օգտագործել։ Իհարկե, այս օրացույցը սա ընդհանուր է, դուք կարող եք ունենալ նաև ձեր անհատականը, որը հաշվարկվում է ուրեմն ծննդյան տվյալների հիման վրա ու դա շատ էֆեկտիվ է նամանավանդ այն մարդկանց համար, ովքեր ամենօրյա որոշումներ են կայացնում, բիզնեսով են զբաղվում կամ կարիերա են անում, ունեն բարձր պաշտոն եւ իրենց համար շատ կարեւոր է, որ ցանկացած հանդիպում նախաձեռնում լինի ունենա դրական ավարտ։ Դրա համար պետք է ընտրել օրեր, որոնք առավել օգտակար են, դրական են հենց ձեզ համար, կախված ձեր անձնային էներգիաների։ Դրա համար դուք կարող եք ունենալ ձեր անձնական օրացույցը, գրեք ինձ անձնական նամակով մանրամասները ես ձեզ կտրամադրեմ։ Հիմա մենք ունենք ակտիվացիաներ։ Ակտիվացիաները մետաֆիզիկայում շատ տարածված են եւ արդեն 1 տարի է ես
ուրեմն սկսել եմ մետահաջողություն նախագիծ, որտեղ ամեն օր մարդիկ ստանում են ակտիվացիաներ տարբեր տեսակի։ Ինչ են ակտիվացիաները։ Ակտիվացիաները դրանք գործողություններ են, որոնք մենք կատարում ենք մեր տարածքում, մեր բնակարանում կամ բնակարանից դուրս, եւ մեր կյանք ներգրավում ենք հավելյալ ցի էներգիա։ Ցի էներգիան կախված նրա տեսակից, կախված թե ինչ գործողություն ենք անում, նպաստում է կյանքի որոշակի ոլորտի բարելավմանը։ Դա կարող է լինել ֆինանսների ակտիվացում, հարաբերությունների, գործնական որոշակի խնդիրներ, որ մենք չենք կարողանում լուծել։ Ունենք բնակարան, չենք կարողանում վաճառել երկար ժամանակ, անում ենք ակտիվացիան, վաճառում ենք։ Եվ այլն, եւ այլն, այսինքն ակտիվացիաները լուծում են ցանկացած տեսակի խնդիր, եւ այս ակտիվացիաները հազարամյակների պատմություն ունեն ու իրապես տալիս են շատ լավ արդյունք։ Ես ամեն անգամ տալիս եմ իմ ամսվա կանխատեսման մեջ մի քանի ակտիվացիաներ, փորձեք ինքներդ կհամոզվեք, որ դրանք իրոք աշխատում են եւ մի շատ հետաքրքիր բան, ակտիվացիաները ունեն կൂട്ടակային բնույթ, ինչքան շատ եք անում, այնքան իրենց արդյունքը ավելի արագ եք զգում։ Եթե օրինակ, հիմա տեսեք, բույն ընկնող թռչուն, սա ուղղակի անվանումն է, մենք անում ենք դեկտեմբերի 17-ին առավոտյան 10-ից 12 հատվածում նստում ենք բնակարանի հարավային հատվածում եւ մեջքով թեքվում դեպի հարավ, դեմքով դեպի հյուսիս։ 2 ժամ պետք է նստենք եւ կատարենք կարևոր գործողություն։ Օրինակ, ուզում ենք նոր աշխատանք, ուղարկում ենք ռեզյումե, բայց նստում ենք 2 ժամ։ Այդ ընթացքում ուղարկում ենք ռեզյումներ, կարևոր նամակագրություն, կարևոր զանգ, որը շատ կարևոր է, հա, եւ այլն։ Այսինքն ինչ որ մի բան կատարում ենք այս ընթացքում, կամ եթե չունեք ոչ մի բան կատարելու, պարզապես 2 ժամ նստեք այդ հատվածում, մտածեք ձեր պլանների մասին, մտածեք ձեր ցանկությունների մասին, կարող եք նաև թղթի վրա գրել։ Սա շատ կարևոր է ու դուք հետո արդյունքը կտեսնեք։ Մյուս օրը, դա ամսի 29-ն է դեկտեմբերի, առավոտյան 8-ից 10-ը, այս անգամ հարավ-արևմտյան հատվածում ենք նստում, մեջքով թեքվում դեպի հարավ-արևմուտք, դեմքով հյուսիս-արևելք։ Կատարում ենք կարևոր զանգ, ուղարկում ենք նամակ, բանակցում ենք, մի խոսքով կարևոր ինչ-որ մի բան, կամ պարզապես գիրք ենք կարդում, կամ ինչ-որ մի բան ենք նայում, հա, սա շատ կարևոր է։ Բույն ընկնող թռչունը շատ ուժեղ ակտիվացիա է ու մարդիկ, ովքեր անում են, միացած են մետահաջողություն նախագծին, նրանք սրա արդյունքը գիտեն։ Հիմա, մյուսը դա ֆինանսական աստղի ակտիվացումն է, սա կոնկրետ ուղղված է ֆինանսների։ Այսինքն, եթե դուք բիզնեսում եք, բիզնեսում միանգամից ակտիվացում եք նկատում, հա, վաճառքների։ Եթե աշխատում եք կազմակերպությունում, եւս հնարավոր է ունենաք ֆինանսական որևիցե հավելյալ ինչ-որ վճարում կամ հնարավոր է ձեզ այլ գործ առաջարկեն կողքից, որից դուք կունենաք ֆինանսական հավելյալ մուտքեր։ Ուրեմն, ամսի 17-ին դեկտեմբերի առավոտյան 7-ից մինչև երեկոյան 23:00 հարավ-արևմտյան հատվածում վառում ենք մոմ, սովորական մոմ, կապ չունի գույնը, չափսը, տեսակը, հոտով, առանց հոտի, դա ընդհանրապես կապ չունի։ Ընտրեք մոմ, որը ուրեմն երկար կվառվի առավոտյան 7-ից մինչև 11-ը։ Անպայման պահեք անվտանգության կանոնները, ցանկալի է, որ մոմը լինի գետնից 60-ից մինչև 1.20 մ բարձրության վրա, հատակին չենք դնում, սա կարևոր է։ Հիմա մետաֆիզիկական ակտիվացիաները ինչ հարցեր են լուծում, հա, հանդիպում եք ձեր երկրորդ կեսին, հանձնում եք քննությունը բարեհաջող, գտնում եք ցանկալի աշխատանք, այն ավելացնում է բիզնեսում վաճառքները, կգտնեք համապատասխան աշխատակիցներ, կանցկացնեք հիանալի միջոցառում, կունենաք շատ հաճախորդներ, կգտնեք հիանալի անշարժ գույք, եթե փնտրում եք չեք գտնում, ակտիվացիաները կբերեն դա, կստանաք անհրաժեշտ փաստաթղթերը, փաստաթուղթ, որի համար անդադ դիմում եք չի ստացվում, խնդիրներ փաստաթղթային լուծվում է, կհաղթեք մրցակցությունում, կվաճառեք անշարժ գույքը բարեհաջող, կլուծեք շատ խնդիրներ, կգտնեք անհրաժեշտ օգնություն խնդիրների լուծման համար։ Եթե ցանկանում եք միանալ այս հիանալի բացառիկ նախագծին, ուրեմն ուղարկեք մեկնաբանություններում մետա բառը։ Հիշեցնեմ, որ շատ կարևոր է, որ դուք անպայման բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, լայքեք, ինչու՞ չէ նաև կիսվեք ձեր մտերիմների հետ, որպեսզի էջը սկսի արագ զարգանալ եւ ավելի շատ մարդիկ կարողանան այս ինֆորմացիայից օգտվել։
Շատ շնորհակալ կլինեմ սրա համար ու կխնդրեմ նաև միանաք իմ սոցիալական էջերին, իսկ սոցիալական էջերը տեղադրված են այս վիդեոյի նկարագրության մեջ։ Այսքանը, եթե կլինեն հարցեր, գրեք մեկնաբանություններում, ես մեծ սիրով բոլորին կպատասխանեմ եւ կհանդիպենք հաջորդ անգամ շատ շուտով ու հետաքրքիր վիդեոներով, նորություններով ձեզ հետ կկիսվեմ։ Լավ եղեք, մինչ հանդիպում, ցտեսություն բոլորին։